Մեզ բռնի տեղահանել են։ Ես չեմ փախել։ 2 տարի առաջ Սյուզաննա Ասրյանը ստիպված եղավ թողնել Ստեփանակերտի իր տունն ու բռնել գաղթի ճամփան Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն։ Երկկողմանից նողազուրկ է, հայրը զոհվել է Ղարաբաղյան առաջին պատերազմում։ Իր կարգավիճակը հաշվի առնելով բնակարան էր ստացել, որտեղ միայնակ էր բնակվում։ Ճիշտ է, ես այդ տունը չեմ առել, չեմ գնել, ես ստացել եմ կարգավիճակ ունեմ որպես երկկողմանից նողազուրկ։ Այդ ապրելը ինչ որ հարմարություն որ ստեղծվել է այդ տանը, ստեղծել եմ ես ինքս, իմ հալալ քրտնիքով։ Լեռնային Ղարաբաղում ներքին գործերի նախարարությունում է աշխատել, նախ անձնագրային եւ վիզաների, ապա արտակարգ իրավիճակների վարչությունում։ Վերջին նշանակումից 25 օր անց սկսել է պատերազմը։ Մարդասիրական աշխատանքներ են կատարում պատերազմի ընթացքում, դե աղջիկ են, բնականաբար պոստ չեմ գնացել, բայց թիկունքի զինվորներ ենք եղել։ Սունդ ենք մատակարարել ապաստարանը, շատ բաներ ենք տեսել։ Մասիսում բարեկամներ է ունեցել, այստեղ գալուց հետո կարճ ժամանակ ապրել է համայնքապետարանի տրամադրած կացարանում, հետո տեղափոխվել Վարձով բնակության հորեղբոր ընտանիքի հետ։ Իր տունը աշխատանքը կարոտով է հիշում, բայց նշում է, հայրենիքում շատ ավելի կարևոր բաներ է թողել։ Իմ համար առաջնահերթային դա տունը չի, մենք գերեզմաներ ենք կորցրել։ Ես օրինակ իմ պապայի գերեզմանը գնալու հնարավորություն չունեմ եւ մենք չգիտենք երբ ենք ունենալու։ Բայց տուն ձեռք բերելու հարցը, եթե դրված է, ոնց պետք է լուծվի։ Պապիկ պտատիկ են մեծացրել, բավականին շատ լավ դաստիարակություն են տվել, լավ կրթություն են տվել, որպեսզի հետագայում ես ծնող չունենալով հանդերձ կարողանամ գոյատևել, ապրել եւ արժանապատիվ ապրել։ Եվ արժանապատիվ ապրում ենք մինչև այս վերջի դեպքերը։ Հիմա ոչ թե ապրում ենք, այլ փորձում ենք գոյատևենք։ Պետական աջակցության ծրագրերից օգտվել է, բայց հիմա, երբ պետությունը դադարեցրել է փոխհատուցել բնակարանի վարձի գումարը, կանգնել է խնդրի առջև։ Թեև նշում է, որ բնակարանային ծրագրի մասնակցելու համար քաղաքացիություն ստանալու պետության պայմանը աբսուրդային է, բայց դիմել եւ ստացել է քաղաքացիություն։ Որպես նախկին անձնագրային վիզաների բաժնի տեսուչ, մենք բոլորս գիտենք, որ Արցախի Հանրապետություն, ճանաչված պետություն, դա ներքին կարգով էր։ Իմ անձնագրի վրա գրված էր Հայաստանի Հանրապետություն, իրա որպես Մարս, տենց համարենք, այդպես համարենք, որպես Մարս իրա կոդով եւ իր հաշվառմամբ, ոնց որ Գյումրիցը, ոնց որ Մասիսի 044 կոդը օրինակ կամ Գորիսի կոդը, հիմա անգիր չեմ հիշում ցավոք սրտի, ու ինձ ասում են շնորհավորում եմ, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Նույնիսկ քաղաքացիություն ստանալուց հետո էլ տուն գնել չի կարող։ Կառավարությունը յուրաքանչյուր անձի մինչև 5 միլիոն դրամ գումար է տալիս բնակարան ձեռք բերելու համար, իսկ այդ գումարով տուն գնել հնարավոր չէ։ Ես օրինակ մենակ եմ, ասեցի ծնողազուրկ եմ երկկողմանի, ինձ տրամադրվում է 3 միլիոն, լավ, մի քիչ հեռու տեղ 4 միլիոն։ Մենք գիտենք գները Հայաստանի Հանրապետությունում եւ մարզերում, եւ սահմանամերձում, նես չի որ սահմանամերձում է շատ էժան է։ Սահմանամերձում են նույնպես 15 միլիոնից է սկսվում։ Ես կարող եմ 4 միլիոնով սահմանամերձում տուն ձեռք բերել։ Իսկ եթե սահմանամերձում համաձայնվեմ տուն ձեռք բերեմ, 4 միլիոնը պետքա տամ, մնացածը 11 միլիոնը պետքա մնամ պարտք։ Այդ 11 միլիոնը սահմանամերձում մենք գիտենք, որ աշխատանքների խնդիր կա։ Ոնց եմ փակելու։ Սյուզաննան այժմ աշխատում է, բայց աշխատանքը պայմանագրային է։ Ասում է, եթե նույնիսկ մշտական աշխատանք ունենար, իր ստացած աշխատավարձով վարկ վերցնել չէր կարող։ Չեմ կարող վարկ ձևակերպեմ։ Ես վարկառու չեմ համարվում։ Ոնց անեմ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները շուրջ 120,000-ն են։ Պետության առաջարկած բնակարանային ապահովման ծրագրով հավաստագիր է ձեռք բերել շուրջ 2904 ընտանիք, իսկ այդ հավաստագրով տուն կամ բնակարան է գնել 967 ընտանիք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այս ցուցանիշները դրական են համարում։ Նշում են, հուլիսին ծրագրում փոփոխություններ են արել, ու դրանից հետո ծրագրի վերաբերյալ դժգոհություններ չկան։ Որ մի մեծ զանգված մարդկանց, ովքեր արդեն դիմել են քաղաքացիության, դեռևս չեն դիմել մեր ծրագրին եւ այդ 2 ամսվա ընթացքում իհարկե մեր ցուցանիշները եւս էապես կփոխվեն։ Նախարարության ներկայացուցչի խոսքով այժմ ավելի քան 18000 անձ դիմել է ու սպասում է քաղաքացիության համար, ու դրա դրդապատճառը հենց բնակարանային ապահովման ծրագիրն է։ Եթե մենք տարին մեկնարկել էինք 30 հավաստագրով, այժմ հավաստագրերի թիվը մոտենում է 3000-ի։
կարծում եմ պատկերը էապես է փոխվել։ Իսկ իրացրած հավաստագրերի թիվը մոտենում է 1000-ի, դա եւս լավ ցուցանիշ է, հաշվի առնելով, որ գործարքը հիպոթեկային վարկավորում է իրենից ենթադրում եւ նոր քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցները նոր են դիմել գործընկեր ֆինանսական կազմակերպություններ, իդեպ գործընկեր ֆինանսական կազմակերպություններից մեզ հայտնում են, որ իրենց մոտ 724 ռեժիմ է, քանի որ ուղղակի չեն հասցնում սպասարկել մեր հայրենակիցներին։ Միայնակ եւ 2-ից 3 հոգանոց ընտանիքների դեպքում գիտեն, որ խնդիր կա, խոստանում են առաջիկայում նրանց համար եւս առաջարկ ներկայացնել։ 1-2 անձով ընտանիքների համար ներկայում քննարկվում է նոր ծրագիր աջակցության, որ իրենց հնարավորություն կտա բնակվարձը ապահովել, որի մասին կարծում եմ համապատասխան իմ գործընկերներ, ովքեր պատասխանատու են այդ ծրագրի համար, ծրագիրը հենց որ պատրաստ լինի, արդեն ավելի մանրամասն կխոսեն։ Ինչ վերաբերում է 4 եւ ավելի անդամ ունեցող ընտանիքներին, առաջարկում են գնալ մարզեր ու բնակարան ձեռք բերել այնտեղ, իսկ աշխատանքով ապահովվելու հարցը կլուծեն։ Հավատացնում եմ, որ զբաղվածության ոլորտը համակարգող մեր պատասխանատուները ներկայում ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ, ինչպես բոլոր Հայաստանի Հանրության քաղաքացիների համար, այնպես էլ տեղահանված մեր հայրենակիցների համար զբաղվածության նոր ծրագրեր մշակելով։ Սյուզաննա Ասրյանը զբաղվածության պետական ծրագրերին թերահավատորեն է վերաբերվում։ Նշում է, նույնիսկ Երևանում եւ հարակից մարզերում աշխատանք գտնելն է դժվար։ Ինքը թեև արտակարգ իրավիճակների տեսուչ է եղել, բայց այստեղ նույն ոլորտում աշխատել չի կարող։ Մերժումներ է ստանում։ Պատասխանում են, որ միայն ակադեմիան ավարտածներին են աշխատանքի ընդունում։ Այլ աշխատանք անելուց չի խուսափում, բայց այս հարցում էլ դժվարությունների է բախվում։ Միջև իմ աշխատանքի անցնելը, դուք չեք պատկերացնի, ես ինչքան մերժումներ եմ ստացել, ինչքան եմ մերժել աշխատանքի համար, որ տարիքը նշում են քանի տարեկան եք, ասում են 34, ասում են չէ, մեծ ենք, մեզ պետք են 22-ից մինչև 25 ու գալիս է մինչև 28։ Սյուզաննան կառավարությունից այլևս ակնկալիքներ չունի, հասկանում է, որ հույսն իր վրա պետք է դնի, մշտական աշխատանք գտնի ու ամեն ինչ սկսի զրոյից։